քիչ առաջ ընդդիմադիր պատիվ ունեմ խմբակցությունը արդեն հայտարարեց, որ պատրաստվում են կրկին օրակարգ բերել իմպիչմենթի գործընթացը, նախաձեռնությունը արդեն թեկնածու ունեն Դավիթ Համբարձումյանը։ Այ իշխող ուժը արդեն հասցրել է քննարկել, ինչ դիրքորոշում ունեն թեկնածուի վերաբերյալ։ Մենք ունենք քննարկում, նաև ֆրակցիայում քննարկում չենք ունեցել, որովհետև շատ թարմ է տեղեկատվությունը, ժամեր առաջ են հրապարակային այս մասին հայտարարել, եւ եթե իմ անձնական կարծիքի մասին խոսենք, ես վստահ եմ, որ այն բոլոր իմպիչմենտի գործընթացները, որոնք դեռ չսկսված, բացասական ելք են ունեցել, դեռ չսկսված, ես վստահ եմ եւ կասկած չունեմ, որ սա եւս գնալու է այդ շարքերը։ Ձեր ֆրակցիան միշտ հայտարարում է, որ մենք ժողովրդավար ենք, պատրաստ ենք մյուս ուժերի հետ քննարկումների գալ, ինչու է հիմա այսպես կտրուկ բոլորի թեկնածությունը մերժում ու հրաժարվում։ Հայաստանի Հանրապետությունը ունի լեգիտիմ ընտրված Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյան անուն ազգանունով, ով ընտրվել է ժողովրդի կողմից արդար թափանցիկ ընտրությունների միջոցով, ընդ որում նույն վարչապետը հրաժարականի դիմում է ներկայացրել պատերազմից անմիջապես հետո կրկին է վերընտրվել այդ ժողովրդի կողմից, ինչպես նաև ֆրակցիայի անդամներն են ընտրել, չէ՞ ի վերջո։ Բայց հիմա արդեն բավականին երկար ժամանակ մի հատ եկեք պարզ տրիվիալ բանի մասին էլի խոսենք, Կրիստինա ջան, քանի մանդատ է իրենց հարկավոր իշխող ուժից, որպեսզի գործընթացը դրական ելք ունենա, այսինքն հասցնեն տրամաբանական ավարտին, դրական կուլմինացիային բաղձալի հասնեն, քանի ձայն է հարկավոր, 10, 15, 20, թե մի քիչ էլ ավել։ Եվ ես վստահ եմ, որ գեթ մեկ մանդատ չեն կարող, այսպես ասած, ստանալ, նախնական պայմանավորվածություն ունենալ կամ կորզել քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից ֆրակցիայից։ Բայց ինչպես կարող եք բոլորի անունից երաշխավորել, հնարավոր է ձեր թիմում կան անդամներ, ովքեր պատրաստ են։ Բացառում եմ, Կրիստինա ջան, սա է իմ մեկնաբանությունը։